Եվ այսպես Ֆրանսիան Սյունիքում դիվանագիտական ներկայություն կունենա Գորիսում պատվո հյուպատոսական գրասենյակ է բացվել։ Արարողությանը մասնակցել են երկու երկրների դեսպաններ ու բարձրաստիճան բազմաթիվ հյուրեր։ Պատվո հյուպատոսը Կարմեն Ափունցն է։ Շնորհակալություն։ Բարև ձեզ եւ բարի գալուստ բոլորին։ Pour nous tous que l'inauguration aujourd'hui de cette agence consulaire française de Goris. Կարծում եմ բոլորիս համար, բոլոր ներկաներիս համար այսօր շատ հուզիչ պահ է Գորիսում ներկա գտնվել Ֆրանսիայի պատվո հյուպատոսության գրասենյակի բացմանը։ Alors il y a une question qu'on nous pose beaucoup, c'est qu'est-ce qu'une agence consulaire? Մի հարց են հաճախ մեզ տալիս, ինչ է իրենից ներկայացնում հյուպատոսական գրասենյակը։ Parce que ceci n'est pas un consulat, mais ceci est plus qu'un consulat. Որտեղ սա հյուպատոսություն չէ, սա ավելին է, քան հյուպատոսությունը։ Ça n'est pas un consulat tout simplement parce que nous n'avons pas assez de Français qui résident dans le Sionic pour ouvrir un consulat, et qu'un consulat c'est avant tout un service administratif offert aux Français de l'étranger. Ինչու հյուպատոսություն չէ, որովհետև այստեղ բավարարչափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսական գրասենյակ բացվի, ինչը հիմնականում ծառայում է վարչարարությանը եւ նման բաների։ Mais c'est plus qu'un consulat parce que dans l'agence consulaire il y a action. Բայց նա ավելին է, քան հյուպատոսական գրասենյակը, որովհետև պատվո հյուպատոսությունում լինում են գործողություններ։ Et qu'à Goris et dans le Sionic, les Français et les Arméniens agissent main dans la main. Որովհետև Ֆրանսիայում եւ Հայաստանում, Գորիսում եւ Սյունիքում մարդիկ գործում են ձեռք-ձեռքի տված։ Ֆրանսիական մշակույթը եւ ֆրանսերեն ինձ համար շատ կարեւոր են, շատ հարազատ են ինձ եւ արդեն մոտ 20 տարի շարունակ ես հանձնառու եմ եւ մեծ նվիրվածությամբ աշխատում եմ այդ ոլորտում եւ կշարունակեմ անել։ Ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու կառավարության մոտ բողոքի ակցիա է անցկացվել։ Մասնակիցները հայտարարել են, որ որևէ քաղաքական ուժ չեն ներկայացնում, ոչ մեկի կողմից չեն ղեկավարվում, չեն ենթարկվում, բայց խիղճը չի թողնում մնալ տանը։ Ակցիայի մասնակիցները շենքի դիմաց ֆլեշմոբ են իրականացրել։ Պարանի վրա լվացքի ամրակներով նրանք կախել են պաստառներ, որոնց վրա տարբեր գրառումներ կային։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին Հայ ազգի հիմնասյունն է, նզովք դավաճաններին, ամոթ լռողներին եւ այլն։ Մարդիկ պիտի հասկանան, որ այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք, դա ամենևին էլ անհատ սպասավորների դեմ ուղղված արշավ չի։ Դա նպատակաուղղված հերթական քայլն է հայոց ազգային ինստիտուտները խարխրելու ու հայոց հիմնասյուներից մեկին է ուղղված հիմա այդ արշավը, Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որ դարեր շարունակ պահպանել է մեր ինքնությունը։ Ակնհայտ է ընդամենը ադրբեջանական մամուլը, ադրբեջանական ներկայիս հաղորդագրությունների մակերեսային դիտարկումը անգամ ակնհայտ է դարձնում, որ այս արշավը մեր իշխանությունների կողմից թելադրվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Դրա համար մարդիկ պիտի հասկանան, որ այսօր եկեղեցու կողքին չկանգնելը, իշխանություններին չասելը, որ առհասարակ այլևս չենք հանդուրժելու նման վարքագիծ, չենք հանդուրժելու եւ գործով ցույց տալու, որ չենք հանդուրժելու իրենց այս լկտի պահվածքը, մեր այսօրվա գոյության հարցն է։ Եթե մարդիկ հիմա դուրս չգան այդ համացանցային տիրույթից դուրս իրենց տեսակետը չարտահայտեն եւ չպաշտպանեն հայ առաքելական եկեղեցին, վաղը հնարավոր է մեր գոյության հարցը դրվի ու ինչ ենք անելու, էլի սպասելու ենք, ուղղակի սպասելու ենք, թե մեզ ոնց են ոչնչացնելու։ Այս իշխանությունները գործում են մեր թշնամիների հետ հավասարապես նույն ծրագրով ոչնչացնելու մեր ազգային ինքնությունը։ Ես ուզում եմ դիմել բոլոր մարդկանց, ովքեր երբեմն գոնե վառում են մոմեր եւ աղոթում են առ Աստված։ Որտեղ եք դուք այժմ, երբ որ ձեր հավատը ոտնահարված է։ Որտեղ եք դուք այժմ, երբ որ Նիկոլը համարձակվել է պղծել հայ առաքելական եկեղեցին։ Ինքը պղծել է մեր սրբություններից մեկը, մեր հարազատ սուրբ հողերը Արցախը։ Ինքը հանձնել է Արցախը թշնամուն, դա մենք չգիտես ինչու մարսեցինք։ Մենք շարունակաբար մարսում ենք, որ օտար երկրյա պետությունների ներկայացուցիչները, այդ թվում թշնամական պետությունների ներկայացուցիչները գալիս են լցվում են Հայաստան, բայց հիմա
եթե մենք հանդուրժենք այս քայլերը, այլևս ընդհանրապես իմաստ չի ունենա համարել, որ մենք ունենք Հայաստան եւ մենք հայ ենք։ Իսկ այս ընթացքում վարչապետը ևս մեկ գրառում է կատարել Facebook-ում։ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ եթե պարզվի իրոք Գարեգին երկրորդը խախտել է կուսակրոնության ուխտն ու զավակունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև խնդրու առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող ունենալ այդպիսի անձնական կյանք։ Խնդիրը բարձրացնում եմ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որովհետև տեսնում եմ հոգևոր անվտանգության խնդիր, ասում եմ նաև որպես Հայաստանի վարչապետ, որովհետև տեսնում եմ պետական անվտանգության խնդիր։ Մայրաթորփ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում, նշված է գրառման մեջ։ Այլ թեմաների մասին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից եւ ոստիկանությունում ծառայությունից։ Վարչապետը որոշում է ստորագրել ըստ որի ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից։ Հրաժարական է ներկայացրել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Գրառման մեջ Ղազարյանը նշել է, որ որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ եւ սահմանված ժամկետում հանդես կգան իրավասու մարմինները։ Ըստ շրջանառվող լուրերի Արամ Ղազարյանը կնշանակվի ոստիկանության պետ։ Եվ այսպես վարչապետը դարձյալ գրառման բանադարձել է Գարեգին երկրորդին։ Մայրաթորփ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին երկրորդը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Նախորդին մայրաթոռն էր արձագանքել վարչապետի գրառումներին։ Գերագույն հոգևոր խորհուրդը ժողովից հետո հայտարարություն է տարածել։ Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով եւ մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ եկեղեցու, օրենքից վեր դասելով իր անձը։ Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է նսեմացնելու ազգային կյանքում եւ միջազգային շրջանակում հարգանք վայելող հայոց եկեղեցու եւ եկեղեցականաց հեղինակությունը, լրացնելու եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությանը, տկարացնում են ազգի ոգին եւ հայրենանվիրումի բարձր գիտակցումը, հատկապես մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները, որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին եւ հայ եկեղեցուն ուղղված զրպարտությունների եւ կեղծ մեղադրանքների հետ։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն եւ դուրս են պետական եւ քաղաքական գործիչների իրավասությունից։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա եկեղեցի ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ եւ մղելու հակադարձման գործողությունների, ասված է հայտարարության մեջ։ Լրահոսի ամենակննարկվող թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներն են, որոնք ուղղված են ամենայն հայոց կաթողիկոսին եւ եկեղեցուն։ Այս թեման որքան քննարկվող է, այնքան էլ նուրբ ու վտանգավոր։ Այն կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Թեմային անդրադարձել է Ռաֆայել Մնացականյանը։ Շնորհակալություն, բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Արդեն տեղյակ եք, մի քանի օր է հոգևոր դասը եւ իշխանականները առանց որոշակի զսպվածության առցանց տիրույթում մենամարտում են։ Մարտական հետևակը դիրքավորվել է քարոզչական լրատվականների տողատակերում եւ ոչ միայն։ Ու կործանարար այս ռինգում գերագույնն ու ծայրագույնն է, ցավոք սրտի։ Անգույն այս մենամարտը հղի է դառը հետևանքներով, որի դրվագները մեզ գոնե պատմությունից հայտնի են։ Եկեղեցին ու իշխանությունը առաջին անգամ չէ, որ պայքարում են կամ մենամարտում, ինչպես ուզում եք որակեք, ու պատմական նույնիսկ ամենահամեստ գիտելիքներ ունեցող անհատը գիտի, որ այն որպես կանոն ավարտվում է ցավոք սրտի, բայց պետականության անկմամբ։ Պետություն մենք դարերով չենք ունեցել, բայց եկեղեցի ունեցել ենք։ Թագավոր ու նախագահ դարերով չենք ունեցել, բայց կաթողիկոս ու արքեպիսկոպոս ունեցել ենք։ Ամրոց ու բերդ մենք չենք ունեցել, տաճար ու եկեղեցի ունեցել ենք։ Կարճ ասած, պետությունը անկում է ապրել, ինքնիշխանությունը կորսվել է, բայց եկեղեցին միշտ եղել է։ Հոգևոր առաջնորդները նույնպես։ Այս պարագայում եւս ենթադրությունները թողնում եմ ձեզ։
Ոչ ես որևէ ինչ-որ պատմական ակտարկ չեմ անում, ոչ էլ ուզում եմ պաշտպանել ոչ այս կողմին, ոչ էլ մյուս կողմին, երկուսն էլ իրենց մահացու մեղքերը ինչ խոսք ունեն, որոնք գոնե ես որպես շարքային հայ ներել չեմ կարող, բայց չպաշտպանել պետությունն ու պետականությունը, հանդես չգալ պետական շահերից, ես պարզապես չեմ կարող։ Եվս մեկ անգամ եթերում եմ սա ուզում ընդգծել, ես պետության ու պետականության, ինքնիշխանության ու սուվերենության ջատագովն եմ, մարտիկը եւ խոնարհ ծառան։ Ոչ մի եկեղեցի, ոչ մի հոգևորական, ոչ մի հոգևոր հայր, ոչ մի սուրբ գրություն չի կարող գոնե ինձ համար համեմատվել պետության, պետականության, ինքնիշխանության ու օրենսդրության եւ վերջո անգամ սահմանադրության հետ։ Մենք աշխարհիկ երկիր ենք, չէ՞։ Մեզ մոտ տեոկրատիա չէ, մենք էլ միջնադարում չենք ապրում։ Ուղղակի բավական է։ Ընդհանրապես այս պայքարի իմաստն էլ անգամ չեմ հասկանում, ինչպես կարող է մի մարմին, որը բացարձակ պատասխանատու չէ երկրի, ասենք, անվտանգության, տնտեսության, ժամանակակից գիտության, բարձր տեխնոլոգիաների կամ սոցիալ-տնտեսական խնդիրների, թոշակ եւ այլ հարցերում հանկարծ հանդես գա պահանջատիրությամբ, որի հիմքն էլ իդեպ տնտեսությունն է։ Ու ես չեմ հասկանում մարմին, որը ինչ խոսք պատմական առումով անշուշտ կարևոր դեր է խաղացել ազգի կայացման, ինքնության հարցում, բայց հանդես գա քաղաքական շատ բարձր ամպագորգոր հայտարարություններով։ Պահանջում են, ասենք, իշխանությունների հրաժարականը, այն էլ մի քանի անգամ։ Ինձ օրինակ հետաքրքիր է, եթե ժամանակին, ոչ վաղ անցյալում, ասենք 18 թվականին, 2018 թվականին, բա որ այս կողմից հրաժարականը պահանջեին, դուք պատկերացնում եք, թե ինչ կլիներ այդ ժամ, բայց չեն արել, չէ, դա պատմական փաստ է։ Ընդհանրապես այս հայտարարությունները ոչ միայն վտանգավոր են, այլև խիստ անարդար։ Իհարկե քաղաքականության մեջ անարդարը գրեթե ամեն քայլին է, բայց անարդար է, չէ, երբ քեզ ժողովուրդը չի ընտրել, բայց դու պահանջում ես մեկի հրաժարականը, ում ժողովուրդը ընտրել է։ Լավն է, վատն է, արդար է, արդար չի, չգիտեմ, բայց ժողովուրդը ընտրել է մեկին եւ դու պահանջում ես նրա հրաժարականը, բայց ժողովուրդը քեզ չի ընտրել։ Այն էլ 2 անգամ ես պահանջում։ Իդեպ մյուսն էլ 2 անգամ ընտրվել է ու վստահ մեծամասնությամբ։ Անարդար է, չէ՞։ Անարդար է, երբ դու, ասենք, անձեռնամխելի ես, քեզ գործից հանել չեն կարող, բայց դու պայմանական ասած փորում ես մեկի տակը, ում գործից երբ ուզեն կարող են հանել։ Անարդար է, չէ՞։ Անարդար է, երբ որ դու ցմահ ես քո կարգավիճակում, իսկ մյուսը ժամկետային։ Շատ անարդար է, որ մեկի զենքը խաչն է, մյուսինը միջազգային պարտավորությունները, պայմանագրերը, սահմանադրական իրավունքը, օրենսդրությունը եւ այսպես շարունակ։ Անարդար է, որ մեկին դիմավորելիս կնճռոտ վատ հարցեր են տալիս, սադրում են, տահաճ բանակցությունների է մասնակցում, հաշվետվությամբ է հանդես գալիս, անհարմար իրավիճակներում է հայտնվում, շատ հաճախ իր խելքից, բայց մյուսի միայն աչքն են համբուրում, մյուսի առջև մենակ խոնարհվում են եւ այդքանը։ Անարդար է, չէ՞։ Անարդար է, որ մեկը աշխատածը եկամուտը դնում է գրպանը, բայց ուրիշները ՀԴՄ են տպում, մուծում են բյուջե, հայտարարագիր են լրացնում, տարբեր ստուգումների միջով են անցնում, լիցենզավորման բարդ գործընթացի միջով, բայց սուրբը ոչ թե իրանք են, այլ նրանք, ովքեր ոչ մի բան չեն անում։ Ու այսպես շարունակ, ես հարյուրավոր օրինակներ կարող եմ բերել։ Եվ ինչպես ասում էր շատ հավատացյալ եւ հայտնի գործիչ, մեր նախկին ոստիկանապետը պարոն Գասպարյանը, սթափվեք, գժուկներ։ Եվ վերջում որպես ամփոփում, քանզի նշեցի, որ պետության ու պետականության կողմնակիցն եմ, որպես ամփոփում ցանկանում եմ զրույցը ավարտել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 2011 թվականին տպագրված մի հոդվածից, պատառով, այսպիսով մեջբերում եմ։ Մեր սահմանադրությամբ Հայաստանը աշխարհիկ պետություն է։ Եկեղեցին անջատ է պետությունից, բացարձակապես անջատ։ Կարող է իրականում այլ լինել, բայց ըստ սահմանադրության աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում
եկեղեցին անջատված է պետությունից։ Եվ սա էր լուսավորությունից սկսած արևմտյան քաղաքակրթության զարթոնքի հիմքը, որը վերջապես պետությունը ազատվեց եկեղեցու տոտալիտար իշխանությունից եւ կարողացավ ազատ զարգացնել իր գիտությունն ու մշակույթը։ Ինձ համար սկզբունքային է, որ եկեղեցին պետությունից անջատ պետք է լինի։ Ես 6 տարի դասավանդել եմ Ճեմարանում, այսօրվա կաթողիկոսի գործընկերն եմ եղել Էջմիածին հանդեսի խմբագրությունում։ Ինձ համար հարազատ թեմա է, բայց եկեղեցու ռեֆորմների գործը ոչ թե ձեր, ոչ իմ, ոչ պետության, այլ դա եկեղեցու գործն է, ամփոփում է հոդվածը, ես առաջարկում եմ մտածել այդ ուղղությամբ։ Վարչապետի որոշմամբ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության պետ։ Ղազարյանը երեկ էր հայտնել հրաժարականի մասին, գրել, որ դադարեցնում է քաղաքական և կուսակցական գործունեությունը պայմանավորված այլ աշխատանքի անցնելու հանգամանքով։ Ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն էլ ազատվել էր պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։ Արմեն Գևորգյանը մեղադրվում է մոտ 5 միլիարդ դրամի փողերի լվացման համար, նրա վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվակ քրեական վարույթով իրականացված գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2000-ից 2018 թվականների ընթացքում նախագահի առաջին օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, տարածքային կառավարման և զարգացման նախարար, փոխվարչապետի պաշտոնները զբաղեցրած անձը հանցավոր ճանապարհով ստացված գույքերի իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է 5 միլիարդ դրամի չափով ապօրինի եկամուտները։ Նախաքննությամբ պարզվել է, որ նրա և մերձավոր ազգականների անվամբ 2004-ից 2018 թվականների ընթացքում գրանցվել է Երևանում և մարզերում ընդհանուր 39 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը։ Հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափի գույքն օրինականացնելու համար Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, նշված է հաղորդագրության մեջ։ Եվ այսպես սահմանին գրակոծներ հնչում են, բայց թիրախային չեն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է հայտարարել։ Էդվարդ Ասերյանի գնահատմամբ սահմանային իրադրությունը հարաբերական կայուն է։ Դիտարկմանը, որ Ադրբեջանը պատճառաբանում է, թե իրենք չեն, Էդվարդ Ասերյանը պատասխանել է, որ չնայած Ադրբեջանն ասում է իրենք չեն կրակում, բայց իրենք են, իսկ նպատակը միանշանակ մեր զինծառայողների սահմանային բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելն է, բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը, ասել է Ասերյանը։ Սահմանային իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն, այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն, այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, դրա մասով մեր պաշտոնական լրահոսը գերատեսչության ինքը տեղեկատվություն տալիս։ Ինչ Ադրբեջանը չէ, պաշտպանության նախարարն ասեց, վերջի կրակոցը Ադրբեջանը պատճառաբանել է, որ ինքը չէ, ով է։ Միանշանակ ադրբեջանական կողմը կպատճառաբանի, որ ինքը չէ, բայց իրականում իրենք են, այո։ Իսկ նպատակները, որ տալիս եք նպատակներ, ու առաջին կրակող կողմը ավելի լավ կիմանա իր նպատակները։ Իսկ մեր անում եք, պարոն Ասերյան։ Թող կավարտեմ։ Իսկ մեր գնահատականով նպատակները միանշանակ, եթե հակառակ կողմից կրակոցներ են արձակում, դրանք եւ մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու, սահմանային բնակչության վրա նույնպես ճնշում գործադրելու, բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը եւ իրադրություն հարաբերական։ Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են։ Կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհետ կորածների ճակատագրի պարզաբանման առնչվող հումանիտար հարցերին։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ դիտարկվել են տեղեկության փոխանակման, որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։ Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունն ու վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու շփումները ի շահ անհետ կորածների ընտանիքների։
Պատմամշակութային հուշարձանների իր որակմամբ չուլանացման մասին վարչապետը խոսել է նաև ազգային ժողովում։ Փաշինյանն ընդգծել է, որ հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է եւ կառավարությունը պետք է խստի վերահսկողություն սահմանի, որպեսզի ոմանք հուշարձանները չուլան չդարձնեն։ Դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները։ Պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև ել եմ ասում, դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները։ Քննարկումից հետո վարչապետը ազգային ժողովում ձեռքով հերվից ողջունել է լրագրողներին, բայց չի պատասխանել հարցերին։ Նա արագ նստել է մեքենան ու հեռացել։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում մեջբերել է Շիրակի թեմի առաջնորդի հայտարարությունն ու պատասխանել դրան։ Սա ակնհայտ է դարձնում, որ բարձրաստիճան հոգևոր դասի մի հատվածը չի հասկանում, որ հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է։ Մեզնից յուրաքանչյուրի եկեղեցին, ժողովրդի սրբությունը մեզնից յուրաքանչյուրի սրբությունը, ժողովրդի հոգու տունը մեզնից յուրաքանչյուրի հոգու տունը։ Իսկ դուք պղծում եք այդ տունը կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորական չեն կարող շարունակել իրենց հոգևոր ծառայությունը։ Նրանք պետք է ազատեն մեր հոգու տունը, գրել է վարչապետը։ Ինչպես եւ կանխատեսվում էր, ամենաքննարկվողը հոգևոր եւ աշխարհիկ ներկայացուցիչների հրակաբանավեճն էր։ Ֆինանսների նախարարից լրագրողները հետաքրքրվել են Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներից եւ հարցրել, արդյոք դա կոռեկտ է համարում Վահե Հովհաննիսյանը։ Նա ասել է, որ վարչապետն ազատ է գրառումներում, իսկ հարցին, թե իրավապահներն ինչպես պետք է զբաղվեն վեհափարի ու այլ հոգևորականների կուսակրոնության խախտման չխախտման հարցով, նախարարը չի պատասխանել։ Ես արդեն գրառում եմ արել դրա վերաբերյալ, իմ մեկնաբանությունը դա է։ Ինչն է ձեր մեկնաբանությունը, որ պետք է պարզվի, ովքեր են խախտել։ Չէ, ես ընդհանրապես ասում եմ, որ եթե ինչ-որ մարդիկ ստանձնել են հոգևոր առաջնորդություն, այսինքն իրանք պետքա որոշակի նաև ստանդարտների հետևեն, որոնք սահմանված են։ Ինչպես ամեն մեկի համար, որ իր գործառույթից ելնելով այն ինչ որ ինքը ստանձնել է, ենթադրում է որոշակի կանոններ եւ այստեղ էլ կանոնները, որոնք սահմանված են, պետք է պահպանվեն։ Իսկ իշխանության 7-րդ տարում այդ հարցի հրատապությունը ո՞նց առաջացավ։ Այդ չեմ կարող ասել։ Բայց դուք եք օրակարգը ստեղծել, ո՞նց չեք կարող ասել։ Դուք նկատի ունեմ ձեր թիմը, ձեր քաղաքականությունը։ Դե հիմա այդ հարցը քննարկվում է ինչ որ մի ձևով։ 7 տարի ինչու այդ հարցը չէր բարձրաձայնվում, մեկ էլ հիշեցիք, որ կարելի է այս թեմային անդրադառնալ։ Ճիշտ ասած, այդ թեման իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում չի եւ երբ որ այդ հարցը ի հայտ եկավ, ես այդ հարցին անդրադարձա։ Ձեզ համար որքանով է կոռեկտ, որ Նիկոլ Փաշինյանը գրառում է անում, օրինակ, ինչ որ X սրբազանի եւ նրա ազգականի քերակնոջը կենակցելու վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ազատ է իր սոցիալական ցանցերում գրելու այն, ինչ որ ինքը նպատակահարմար է գտնում։ Թեմային անդրադարձել է նաև ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նա ասել է, որ պատահական չեն հայհոյա խառը գրառումները կաթողիկոսի հասցեին։ Պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանի թելադրանքն է։ Ըստ էության դեռ ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, բայց վարչապետը բանավոր կատարում է Ադրբեջանի պահանջները, ասել է Վարդանյանը։ Չի կարող Փաշիզադեի եւ Փաշինյանի հարձակումները ու թիրախավորումը Մայրաթորի նկատմամբ լինել պատահականություն, չի կարող դա ուղղակի համընկնում լինել։ Իրականության մեջ բազմաթիվ անգամներ այդ թվում եւ առաջին հերթին այն պատգամավորները, ովքեր առիթ ունեցել են ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, ահազանգել են, որ Հայաստանում տեղի է ունենում ապազգայնացման, դենացիոնալիզացիայի ծրագիր եւ Ադրբեջանի պահանջով այդ պայմանագրում ամրագրվել է կետ, որով պարտավորվել են ռևանշիզմի դեմ պայքար իրականացնել, ռևանշիզմը, որը Ադրբեջանն է համարում ռևանշիզմ, այսինքն բոլոր նրանց դեմ, ովքեր պայքարում են հայկական շահերի հայկական իրավունքների համար։ Այստեղ ես ուզում եմ կարևորել ու լրագրողական համայնքի ուշադրությունն էլ հրավիրել այն փաստի վրա, որ փաստացի պայմանագիրը, որը ձեռք են բերել, որը համաձայնեցրել են, ուժի մեջ է մտել առանց ստորագրման։ Մենք
երկու դրվագով առնվազն դա տեսնում ենք։ Դա տեսնում ենք եկեղեցու նկատմամբ այս արշավով ու թիրախավորումով։ Երկրորդ դրվագը կետ կար այդտեղ համաձայնեցված։ Հիշում եք, Փաշինյանն էլ հայտարարեց, այլևն էլ, որ երրորդ երկրի ուժեր չպիտի տեղակայվեն սահմանին։ Անցած տարի Մեղրիից դուրս բերեցին ռուսական զորքերը։ Այսինքն պայմանագիրը դեռ չեն ստորագրել, բայց պայմանագրի մեջ ամրագրված կետերը Փաշինյանը իրականացնում է։ Շարունակենք։ Ներքին գործերի նախարարը մեկնաբանել է ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը։ Արփինե Սարգսյանն ասել է, որ ոստիկանապետի փոփոխությունը համակարգի ընդհանուր կադրային փոփոխությունների բարեփոխումների համատեքստում է, եւ այս հարցում ինտրիգներ պետք չէ փնտրել։ Որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ, մի օր կարող է նշանակվել եւ հետագայում ազատվել պաշտոնից կամ ազատվելուց հետո կարող է զբաղեցնել մեկ այլ պաշտոն, ասել է նախարարը։ Կադրային փոփոխությունները նախարարության համակարգում բնական են, որոշակի ժամանակահատված հետո հատկապես, երբ որ անձը կոնկրետ պաշտոն է զբաղեցնում, տրամաբանական է, որ կարիք կա փոփոխության, եւ այս դեպքում եղել է հենց այդպիսի որոշում, այսինքն գնահատել ենք, որ կադրային փոփոխությունը այս պահին տվյալ պաշտոնի համար կարևոր կլինի, որպեսզի ոչ թե այն տրամաբանությունը նկատի ունենալով, որ ինչ որ մի բան վատ է կամ չգիտեմ ինչ որ մի բան չի գնահատվել կամ չի արժևորվել պարոն Հովհաննիսյանի աշխատանքը, բնավ ոչ, այլ հակառակ տրամաբանությունն է եղել, որ որոշակի ժամանակահատված հետո պաշտոնատար անձի փոփոխությունը կարող է դրական փոփոխություն նաև բերել որոշակի մոտեցումների հարցում, նոր շունչ հաղորդել աշխատանքներին, նոր մոտեցումներ ձևավորել, նոր մեթոդներ ձևավորել, սա հերթական փոփոխությունը կարող ենք դիտարկել, ես գնահատում եմ պարոն Հովհաննիսյանի աշխատանքը, բարձր գնահատականի արժանի աշխատանք է, որովհետև կյանքի մեծ մասը նվիրել է ոստիկանության համակարգին եւ սա որևէ ձևով անձնավորված ընդունել չի կարելի եւ ասեմ նաեւ որ այն բոլոր փաստարկները կամ այն բոլոր մտքերը, որոնք որ մամուլում տարածվում են, դրանք բոլորը բացարձակապես չեն հավաստիացված։ Եվ այսպես վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Էրդողանն էլ շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալով Հայաստանը շատ ավելի ակտիվ եւ արդյունավետ երկխոսություն է վարում, քան շատ երկրներ, որոնք ունեն դիվանագիտական հարաբերություններ։ Բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարարը։ Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Երևանի եւ Անկարայի երկխոսությունը երկար ժամանակ զարգանում է շատ դրական ուղղությամբ, սակայն ժամանակն է ստանալ վերջնական արդյունքը։ Նախարարն անդրադարձել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության հնարավոր վտանգի մասին հայտարարությանը, նշել, որ քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել եւ ձեռք չենք սեղմել, էսկալացիայի վտանգ կա։ Կոնկրետ բանի գույս չէ, որ հայտնել է Միացյալ Նահանգների քարտուղարությունը, ասել է նախարարը։ Այն, որ խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն կա, արտգործնախարարը հաստատել է նաև լրագրողների հետ զրույցում։ Հարցին ինչու է կրակում Ադրբեջանը, Միրզոյանը պատասխանել է. կրակոցներն անշուշտ մտահոգիչ չեն, այդ կրակոցները քննելու պատրաստակամություն կա մեր կողմից, ինչ որ դրվագով կարող ենք ասել նաև կարծես թե կա ադրբեջանական կողմից։ Այդ ուղղությամբ այս պահին աշխատանքներ տարվում են, բայց բավարար չափով չեն, որպեսզի ամեն ինչ պարզվի եւ վաղն էլ չլինեն կրակոցներ։ Լրագրողների հետ զրույցում արտաքին գործերի նախարարն ասել, բարեբախտաբար կան Եվրամիության դիտորդները, որոնք արդեն մի քանի առիթով հանդես են եկել հայտարարությամբ։ Ես կարծում եմ հնարավորինս թափանցիկ եւ հասկանալի ձևակերպեցի, բայց մի հատ էլ փորձեմ։ Այդպես չի, որ դուք ասում եք ձեր կարծիքով ինչու ենք եւ պատգամավորները հարցում են ինչու են այդ կրակոցները հնչում եւ ինչա արվում։ Ես նորից եմ ուզում կրկնեմ։ Իհարկե մենք ադրբեջանական կողմին տեղեկացնում ենք կրակոցների մասին եւ ասում ենք, որ մեր տեղեկատվությամբ եւ նաեւ փաստական տվյալներ ենք փոխանցում, որ այդ կրակոցները հնչում են ադրբեջանական կողմից։ Սա նաեւ հրապարակային ենք անում։ Նույն կերպ ադրբեջանական կողմը, ես փորձում եմ ուղղակի չեզոք եւ օբյեկտիվ ներկայացնել գործընթացը, նույն կերպ ադրբեջանական կողմը իրենց հրապարակային ուրեմն անդրադարձերով եւ նաեւ հանդիպումների ժամանակ ասում են, չէ մենք չենք կրակում, դուք եք կրակում։
Եվ մենք էլ ասում ենք, թե դուք տվեք փաստական ուրեմն ապացույցներ եւ առաջարկում ենք ձևավորել համատեղ հետաքննող մեխանիզմ մասնագետների կողմից, որոնք կկարողանան ահազանգի դեպքում մոտենան կոնկրետ վայր եւ փորձեն, չգիտեմ, այդ հանգամանքները ուսումնասիրել։ Հիմա խոսակցություն ադրբեջանական կողմի հետ ունենք։ Որոշակի ըմբռնում էլ կա, անկեղծ ասած։ Ունենք այդ մեխանիզմը արդեն վերջնական ձևավորած, թե ոչ։ Ախր այս բոլորը, ինչի մասին խոսում ենք հարցերեն, որտեղ որևէ մեկը ցավոք սրտի չի կարող միանշանակ ասել, որ վերջ պայմանավորված է, փոխըմբռնում կա, հասկանում ենք։ Միևնույն ժամանակ չեմ կարող ասել, որ ընդհանրապես մերժողական կեցված կա, ոչ մենք ենք ընդունում իրենց փաստարկները, ոչ իրենք են ընդունում մեր փաստարկները, ոչինչ չի արվում այս ուղղությամբ։ Ոչ, աշխատանք կա գետնի վրա։ Լիարժեք, վերջնական, բոլորից բավարարող դեռ ոչ։ Այսինքն ուզում ասեմ շատ նուրբ բան հարցերի մասին է։ Ահա, հիմա նաև անդրադառնանք։ Բարեբախտաբար կան եվրոպական միության դիտորդները, որոնք արդեն մի քանի առիթով ուրեմն հանդես եկել են հայտարարությամբ։ Մի քանի այլ առիթով, երբ որ արձանագրել ենք միջադեպ բան, եվրոպական միության դիտորդների արձագանքը, որքան ես եմ հասցրել հետևել, այնա, որ մենք չենք եղել տեղում, չգիտեմ, մի դեպք կա, որ նույնիսկ ինչ-որ բան էին ուզել, որ իրենց չէր տրամադրել, ըստ այդմ չէին կարող ուրեմն եզրակացություն անել, հրապարակային հայտարարություն։ Հիմա իրանց հետ էլ ունենք իրենց, չէ, իրենց հետ էլ ունենք այս մասին խոսակցություն, էլի։ Այս մի թեման ամփոփելով ուզում եմ ասել, որ այդ կրակոցները անշուշտ մտահոգիչ են, այդ կրակոցները քննելու պատրաստակամություն կա մեր կողմից, ինչ որ դրվագով կարող ենք ասել նաև կարծես թե ադրբեջանական կողմից, այդ ուղղությամբ այս պահին աշխատանքներ արվում են, բավարար չափով, որպեսզի ամեն ինչ պարզվի եւ բավարար չափով, որ վաղն էլ չլինի, ցավոք սրտի ոչ։ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հետ վեճում որևէ կարմիր գիծ չի անցնում եւ չի հայհոյում։ Լրագրողների հետ զրույցում ասել է ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ վարչապետը հայհոյել է։ Հայհոյանք եղել է ազգային ժողովի նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից։ Հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է, ասել է նա։ Ալեն Սիմոնյանը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում հետաքրքիր նորություն կլինի, ոչ թե լավ, այլ հետաքրքիր։ Մենք չենք քննարկում իրականության լինել չլինելը, այսինքն այդպես բան կա թե չկա, քննարկում ենք իսկ արժի դրա մասին բարձրաձայնել, թե չարժի բարձրաձայնել, երբ որ խոսքը գնում է հարգանքի, երբ որ խոսքը գնում է հավատքի մասին, երբ որ խոսքը գնում է հոգու մասին, ես կարծում եմ մենք պետք է քննարկենք այդպես բան եղել է, թե չի եղել, այդպես բան կա թե չկա, այլ ոչ թե քննարկենք դա ասել պետք էր կամ ասելու ձևը ճիշտ էր թե ճիշտ չէր, ամեն մարդ օրինակ ես էլ եմ շատ բավականին այդպես կտրուկ հայտարարություններ անում, ես իմ ձևն ունեմ, ուրիշ մարդ իր ձևը ունի, դա արդեն ես չեմ կարծում, որ բանի մեջ հայոյանք ա եղել, այդ հայոյանք բառը, օրինակ հայոյանք եղել է ազգային ժողովի նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից։ Հայոյանքը կոնկրետ բնորոշում ունի, հայոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է։ Ինչպես կբնթաբերեք Փաշինյանի բառը։ Դոմփել բառը։ Ինչի՞ չեմ կրկնել։ Նորմալ չի կամ հայոյախառն արտահայտություն չի եւ չի։ Ես կրկնում եմ, հայոյանք բառը ունի իր բացատրությունը։ Մեկ-մեկ ասեմ, շատ մարդիկ իմ ընկերներից ասում են, որ իմ խոսքը, որի մեջ որևիցե բան չկա, բառ չկա, որը կարող է որպես հայոյանք ընկալվել ինչ-որ կողմից, շատ ավելի ցավոտ եւ վիրավորական կարող է հնչել, քան դե ասում եմ, ամեն մարդ իր ձևը ունի արտահայտվելու, եւ իր ճիշտ ձևով գտնում է որ պահին թե ինչ ասի, ես կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք իսկ բովանդակությունը ինչի չենք քննարկում, որովհետև մենք սիրում ենք, այսինքն մենք սիրում ենք ձևը քննարկել, այսինքն լավ ձևը քննարկեցինք, անցանք գնացինք։ Իշխանություն եկեղեցի լարվածությունը պահպանվում է, Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ վարչապետի գրառումները որակելով հակաեկեղեցական ու կործանարար։ Թեման Գլենդելի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու բակից մեկնաբանել է Ռաֆայել Մնացականյանը։ Լոս Անջելեսյան երկինքը այսօր խորհրդանշում է հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, որը ցավոք ներառում է նաև հոգևոր դաշտը։
Կարճ ասած, ինչպես տեսնում եք, ամպեր են կուտակվում եւ տեղումները, այն էլ հորդարատ տեղումները կարծես անխուսափելի են։ Իսկ թե այս անձրևները կլվանան, թե կխեղդեն մասնակիցներին, դա արդեն ցույց կտա ժամանակը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Իր Facebook-յան էջում գրել է վարչապետ Փաշինյանը, հավելելով, այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն։ Այս հայտարարությունից հետո իշխանական եւ ընդդիմադիր լրատվականները ել ավելի ինտենսիվ տեղեկատվական պատերազմ հայտարարեցին իրար, իսկ մերձ իշխանականներից որոշ աղբյուրներ անգամ հրապարակեցին մի լուսանկար, որտեղ ցուցադրվող կնոջը առանց հիմնարար ապացույցների ներկայացրեցին որպես ամենայն հայոց կաթողիկոսի դուստր։ Բնականաբար հոգևոր դաշտը համախմբվեց կաթողիկոսի շուրջ, իսկ Շիրակի թեմի առաջնորդը, ով հայտնի է իր բոցավառ ելույթներով եւ բոցավառ հայտարարություններով, ընդհանրապես ցնցեց բոլորին։ Ձեզ ինչ կուսակրոնը խախտելի կուսակրոնության ուխտը չի խախտել, ձեզ ինչ։ Դա ձեզ չի վերաբերում, ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերում։ Այս պատասխանը զարմացրեց շատերին, ինչպես թե ձեր ինչ գործն է։ Փաստորեն, եթե այս տեսանկյունից ենք մոտենում հարցին, ապա նույն տրամաբանությամբ կարող ենք հարցնել, դե ձեր ինչ գործն է, վարչապետը ինչ է բանակցում, ինչպես է բանակցում, բատուկ ինչու եք հանդես գալիս վերջինիս հրաժարականի պահանջով։ Իդեպ չի կարելի բացառել նաև այն տակտիկական հնարքը, որ գուցե Փաշինյանն է կիրառել։ Տեսեք, դուք մտնում եք իմ գործերի մեջ, ես էլ կարող եմ ձեր գործերի մեջ մտնել։ Այնինչ ես հիշեցնեմ, որ իշխանությունն ու եկեղեցին իրարից բացարձակապես անջատ պիտի լինեն։ Սա գուցե մեսիջ է ուղղված հոգևորականությանը, ինչպես Փաշինյանն է սիրում ասել. Հանգիստ նստեք տեղներդ։ Հանգիստ նստեք տեղներդ։ Անկախ ամեն ինչից ես կողմերին եւս մեկ անգամ հորդորում եմ չափազանց զգուշ լինել իրենց հայտարարություններում։ Բայց նաեւ ինչ խոսք, հստակության կողմնակիցն եմ։ Եթե մեղադրանքները, որոնք ամենաբարձր մակարդակներում արդեն տևական ժամանակ է հնչում են, եթե այդ ամենը իրական է, ապա անկասկած իշխանությունները պիտի գնան մինչև վերջ, չնայած մյուս կողմից այդ որ հարցում է իշխանությունը մինչև վերջ գնացել, որ այս հարցում գնա։ Իրապես, այս իշխանությունների արդեն ձեռագիր դարձած քաղաքականությունն է բացել մի թեմա, այն շիկացնել, պտտել, բայց չհանգուցալուծել։ Արդյունքում փոխանակ հարցերին տրվեն սպառիչ պատասխաններ, նոր հարցեր են առաջ գալիս։ Հիմա էլ հոգևոր դասը։ Արդյոք նախորդ ձախողումները դաշ չեղան։ Արդյոք հայերի համար կարևոր ու չափազանց զգայուն թեմային դիպչելով ել ավելի չեն խորացնի հասարակական բևեռացումը։ Համենայն դեպս պատմությունը մեզ հուշում է, որ հոգևոր դաս իշխանություն այս մենամարտը հիմնականում ավարտվում է հոգևորի հաղթանակով եւ ինքնիշխանության կորստով։ Եվ որպես թեմայի վերջնական ակորդ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ եւս մեկ գրառմամբ, այս անգամ խոսքը ուղղելով անձամբ կաթողիկոսին։ Իմ ընկալմամբ ամենայն հայոց կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Չեմ կարող հավատալ, որ ամենայն հայոց կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել։ Չեմ կարող հավատալ, որ ամենայն հայոց կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։ Գարեգին Բ-ն ինքը անձամբ թող պարզաբանի, արդյոք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյոք զավակ ունի։ Մենք իր հոտը իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը։ Եվ որպես ամփոփում, եթե բանը հասել է այնտեղ, որ գերագույնը եւ ծայրագույնը մենամարտի են դուրս եկել, լավ կլինի գործը կիսած չթողնել։ Իդեպ սա երկու կողմերին է վերաբերում։ Առանց այդ էլ վիճակը վատ է։ Մթնոլորտը թունավորված է, ժողովուրդը հասկանալի պատճառներով հուսալքված է, ընդդիմությունը ռևանշիզմի, դոփինգի ստոգորված, սպառակտված է, իսկ իշխանություններն էլ կներեք այս բառից համար արխային են։ Ու եթե մի բան է լինելու, լավ կլինի հիմա անեք վերջացնենք։ Ապացուցում եք, դրժում եք, մերժում եք, տղեկ, ինչ որ անելու եք, եկեք արեք հիմա վերջացնենք, քանի կյանքներս խաթարված է։ Թե չէ վաղը մյուս օր այս ամենը կանցնի, մենք ընկնենք հունի, մթնոլորտը կարողանա, էլի այս չլուծված հարցերը բերելու եք մեջտեղ ու թունավորելու եք մեր կյանքը, իսկ մենք հոգնել ենք, իրապես հոգնել ենք։ Եվ ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը, երկաթը տակ են ծեծում, չնայած մեր երկաթը վաղուց, շատ վաղուց արդեն սառել է։ Մտածեք այդ ուղղությամբ։
Եվ այսպես Սյունիքի մարզից երկու անչափահասներ մոլորվել են եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ստացված տվյալների համաձայն տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջանգիրյանն ու Անդրեյ Արմենի Գյագունցը 2025 թվականի հունիսի 6-ին ժամը 1:20-ի սահմաններում Արավոս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվել են ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու եւ նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Վարչապետը դարձյալ գրառում է կատարել անդրադառնալով Գարեգին երկրորդի լռությանը։ Ինչի մասին է խոսում Գարեգին երկրորդի լռությունը։ Մենք իր հոտը սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման եւ զավակ ունենալու վերաբերյալ։ Լռել նշանակում է համաձայնել եւ յուրանձը դուրս դնել վեհարանից։ Ասել ճշմարտությունը նույնպես նշանակում է յուրանձը դուրս դնել վեհարանից։ Ստել նույնպես նշանակում է յուրանձը դուրս դնել վեհարանից, գրել է վարչապետը։ Եկեղեցու հետ կապված գործընթացներն ըստ տրամաբանության են գալիս օրակարգ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն է ասել։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Արայիկ Հարությունյանը նշել է, որ երբ եկեղեցին որոշակի գործընթացներ է անում միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է պատրաստ լինի, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերից։ Անձնական կյանքին չեն միջամտում, բոլոր հարցադրումներն արվել են եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում կուսակրոնության ինստիտուտի վերաբերյալ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարծում է, թե այդ հարցերի պատասխանները միայն առողջացնելու են եկեղեցին որպես ինստիտուտ։ Նման գործընթացները ըստ տրամաբանության են գալիս օրակարգ։ Եվ երբ որ մյուս հարցերը իրենց լուծումներն են ստանում կամ ընթացքում են լինում, առաջանում են նաև նման խնդիրներ։ Եկեղեցու հետ կապված մենք նախկինում էլ, հատկապես վերջին տարիներին էլ ասել ենք, որ երբ որ եկեղեցին որոշակի գործընթացներ անում միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է նաև պատրաստ լինել, որպեսզի նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից, մասնավորապես այս հարցադրումը, որը արվել է։ Անձնական կյանք, պարոն Հարությունյան։ Մենք անձնական ներողություն հերթով խնդրում եմ։ Անձնական կյանքին որևէ մեկը չի միջամտել, անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցադրումները արվել են նույն ինստիտուտի եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում կուսակրոնության ինստիտուտի վերաբերյալ եւ հարցադրումները շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ։ Արդյոք վարչապետի բարձրացած հարցերը ստանալու են իրենց պատասխանները, դրական թե բացասական այո կամ ոչ։ Արդյոք սահմանադրական կարգի խախտում չէ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու ներքին կարգին միջամտելը, հաշվի առնելով հանգամանքը, որ ըստ սահմանադրության եկեղեցին ու պետությունը անջատված են։ Հարցին արդարադատության նախարարն է պատասխանել։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի բառամթերքին, Սրբուհի Գալյանը որևէ խնդիր չի տեսնում, քանի դեռ իր խոսքով դա չի հատում իրավականության սահմանը։ Մենք շատ կարող ենք խոսել տարբեր մարդկանց կողմից, տարբեր խոսույթի գնահատականներ տալու մասին։ Ես կարծում եմ, որ խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել, եւ գուցե որոշների համար դա սուր երանգներ պարունակող բառամթերք է, այո, սուր երանգներ պարունակող բառամթերք է, գուցե օրինակ ես կամ մեկ այլ անձ խնդիրները բնորոշելիս նման կերպ չարտահայտվել, բայց ամեն մարդ ինքն է ընտրում եւ եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ այստեղ խնդիր չկա եւ եւս մեկ կարեւոր հանգամանք կուզենայի շեշտադրել, մենք անընդհատ քննարկում ենք կամ վերջին օրին անընդհատ նույն բանն է քննարկվում եւ կարծես թե մեղադրվում է կողմը, որը բարձրաձայնում է խնդրի մասին եւ ընդհանրապես չի խոսվում կամ խոսվում է, ես գուցե այդքան չեմ նկատել, իրական գոյություն ունեցող խնդրի մասին։ Այսինքն մենք խոսում ենք, որ խնդրի մասին խոսելը ամոթ է, բայց խնդրի արձանագրումը ամոթ չէ։ Խնդիրը այն է, ինչի մասին, որ մենք բոլորս տեղյակ ենք։ Եթե դուք չեք տեսնում, խնդիրն այն է, որ վնասում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը,
չգիտեմ, հանրային ինչ-որ բարոյական նորմերին, պետական շահերին, ինչ խնդիր եք դուք տեսել, կամ հակաիրավական է։ Ինձ թվում է, յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է որոշի խնդիր տեսնում է, թե չի տեսնում։ Եթե անձը իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ հետևում է կանոնական իրավունքի, ապա ինքը պետք է իր համար եզրահանգում անի, թե այս իրավիճակում խնդիր կա, թե չկա։ Իմ դիտարկմամբ մենք այսօր ունենք խնդիր, մենք ունենք եկեղեցի, որը արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ, ըստ էության։ Եկեք դա էլ արձանագրենք եւ եթե եկեղեցականները պարտավոր են հետևել որոշակի կանոնների, որոնց պարտավոր են հետևել նաեւ պաշտոնյաները, օրինակ աշխարհիկ մարդկանց դեպքում, եթե նրանք պաշտոնյա են, պարտավոր են տարեկան հայտարարագիր ներկայացնել։ Շարունակենք, Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է։ Առավոտյան ազգային ժողովի նախագահի ուղեկցությամբ պատվիրակությունն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նաև հաղթանակի զբոսայգի։ Ռուս գործընկերոջ հետ առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական, նաև մշակութային հարցեր, շեշտը դնելով մասնավորապես միջխորհրդարանական գործակցության զարգացման վրա։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը հարատև խաղաղության հաստատման հարցում, նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Դաշնության խորհրդի նախագահն էլ ընդգծել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է։ Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Այնուհետև նրանք մասնակցել են միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստի պաշտոնական բացմանը։ Վարչապետը հյուրընկալել է Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։ Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վերահաստատելով Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակելու գործակցությունը Հայաստանի հետ հիմնված փոխադարձ հարգանքի եւ բարեկամության վրա։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան օրակարգի մի շարք հարցերի շուրջ, ներառյալ միջխորհրդարանական ձևաչափով շփումները, տնտեսական եւ մշակութային կապերը։ Վալենտինա Մատվիենկոյի այցին զուգահեռ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել։ Մի մասնի պաշտպանություն Մատվիենկոյի, մյուսը դեմ։ Նրանք պաստառներով կանգնել են ազգային ժողովի շենքի առջև, հայտարարել, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ պատերազմ վարում են թշնամիները։ Նրանք այլևս չպետք է մտնեն այստեղ որպես սեփական տարածք, նշված էին պաստառների վրա։ Убийцы вон из Армении! Матвиенко вон из Армении! Россия вон из Армении! Ես ոնքանից ոչ մեկի չի խանգարում, ժողովուրդն է դուք եք սարքում ես անում, բան չեմ սարքում։ Հիմա ինչի՞ եք կեսկում։ Ինչի՞ եք կեսկում։ Քաղաքացիները ազատ ելնելու տեղաշարժվելու համար ամենամեծ խոչընդոտը քաղաքացիների տեղաշարժ չէ, դες մենք դառնովեցինք երբ Ով հայ-ռուսական դարավոր ժողովուրդների բարեկամությանը դեմ է, նա թուրքական օրակարգ է թելադրում մեր ժողովրդին, որովհետև հայ-ռուսական բարեկամությունը տարիների պատմություն ունի, ճիշտ է, այստեղ Սորոսի վաստակները, այստեղ իրենց մայրերին ծախողները հայրենիք էլ կծախեն, այստեղ իրենց մայրերին ծախողները, Սորոսի վաստակները հայրենիք շատ հեշտությամբ կծախեն, բայց հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը այլ ընտրանք չունի։